Այդ ԱՊ շրջափակումը եւս խնդիրներով, այսպես ասած, զուգորդված մի օպերացիա է։ Երբ որ մենք Ռուսաստանի Դաշնությունից ստանում ենք Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող հացահատիկի 95%-ը, կարծում եմ Ղազախստանի, որը որ թուրանական ծրագրի առանցքային դերակատարներից մեկն է նաև, կարծում եմ այս իմաստով ճանապարհի մենք չունենք բարդություններ, լոգիստիկ խաթարումներ չկան, Հայաստանի Հանրապետության այդ 100 հազարավոր տոննաները, ընդ որում առաջնակարգ ցորենի, միշտ էլ եկել են 90-ական թվականներից հետո միշտ էլ եկել են եւ դժվարություն այստեղ չկա։ Կարծում եմ խնդիրը առավելապես լոգիստիկ ճանապարհների, այսպես ասած, բացման պատրվակի տակ, դրա շղարշի տակ հայկական պետությունը, այսպես տրանզիտի մի ոչ թե միջանց դարձնելու, այլ անտիրական, այսպես ասած, տարած սարքելու խնդիր։ Այսինքն Ռուսաստանի ցանկությունից էր կախված այդ գիծը կաշխատի թե ոչ։ Իհարկե։ Իհարկե, Ռուսաստանի ցանկությունից էր կախված, Ռուսաստանի ցանկությունից էր կախված, բայց այստեղ կա մի խնդիր, որ առանձին շրջանակներ եւ այդ թուրանական ծրագրի առանցքային կատարողները եւ հավանաբար հայկական քաղաքական իրականության մեջ մարտիկան, ովքեր ցանկանում են ամեն կերպ Հայաստանը դարձնել մի թուրանական միջանցքի, այդ միջին միջանցքի, արևելյան միջանցքի, կենտրոնական միջանցքի ինչ-որ մի տարածք են ուզում սարքել եւ մնացած գործողությունները պետք է դիտարկել։ Այսինքն թրիպը թուրանական ծրագրի մաս է։ Վստահ եղեք, որ հաջորդ ամերիկյան վարչախումբը թրիպը կարծում եմ հասկանալու են, որ դա ավելի շատ չինական ներթափանցման է օժանդակելու եւ թուրանական ծրագրերն է օժանդակելու։